Չնայած որ այսօր քաղաքային տրանսպորտից օգտվելու դիմաց քաղաքացիները վճարում են 100 դրամ, համոզված են, որ բոլորի հիշողություններում դեռ թարմ են այն 2 օրը, երբ ստիպված էին վճարել 150 դրամ ու այն բողոքի գործողությունները, որոնք սակագինն առժամանակ թողեցին նույնը։ Այժմ ձևավորվել է հանձնաժողով, որը փորձում է հստակեցնել, թե ինչպես եւ ում համար թանկացնել ուղղավորափոխադրման գինը եւ ում համար սահմանել արտոնություններ։ Միևնույն ժամանակ իրենց դիրքերը չեն ցանկանում զիջել ակտիվիստները։ Բարև ձեզ, սա ճանապարհ հաղորդաշարն է, տրանսպորտի սակագնին առնչվող կնճռոտ հարցերն են քննարկելու այսօրվա մեր հյուրերի հետ։ Հայաստանի Հանրապետության փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյան, սպասում ենք այս պահին Երևանի ավագանու բարև Երևան դաշինքի անդամ Արթուր Գասպարյանին եւ հուսով ենք, որ մի քանի րոպեից պարոն Գասպարյանը կմիանա մեզ, ասում եմ մնացել է խցանումների մեջ։ Արշակյան եղբայրներ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Արշակյան, վճարում ենք 100 դրամ շարժման անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Կարեն Հարությունյան, 28-րդ երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյան եւ վճարում ենք 100 դրամ շարժման անդամ տնտեսագետ Դավիթ Գևորգյան։ Բարի երեկո, շնորհակալություն մեր ավերը ընդունելու համար։ Եվ պարոն Եղիազարյան, սկսենք, թե դուք ինչ եք ակնկալում այն հանձնաժողովից, որն այսօր ձևավորվել է քաղաքապետարանի կազմում։ Ինչ որոշում պետք է կայացնի այդ հանձնաժողովը, որը ընդունելի լինի փոխադրողների միության համար։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերքի համար, ակնկալում ենք, որ ուղղավարցը կվերանայվի, սակագինը կվերանայվի եւ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին շարունակելու իրենց աշխատանքը։ Ինչ է նշանակում վերանայել, այսինքն որն է այն ընդունելի շեմը, որ կարծում եք, որ փոխադրում իրականացնող ընկերությունների համար կլինի ընդունելի տարբերակ։ Եթե ավելի կոնկրետացնենք, կարծում եմ ոչ պակաս 150 դրամ։ Կան տնտեսագիտական լուրջ հաշվարկներ, որոնք հիմնավորում են այդ։ Իհարկե, մենք հաշվարկներ ունենք, բայց մենք մեր բոլոր հաշվարկները դրել ենք մի կողմ եւ հանձնաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում ենք, որպեսզի հանձնաժողովը իր հաշվարկները կատարի ճշմարտանման, շատ ճշմարիտ հաշվարկներ չի կարողանա կատարել միևնույնն է, որտեղ արդեն այն ինչ որ կա, դա մեզ չի բավարարում, ճշմարտանման եւ արդյունքում ինչ որ կստացվի, այն էլ կստացվի։ Հետաքրքիր միտք ասացիք, այն ինչ որ կա ձեզ չի բավարարում, այսինքն կա արդեն որոշակի նախնական ինչի մասն է խոսքը, եթե դա հրապարակման ասեմ ձեզ, դիցուք շատ քիչ է նախատեսված ընթացիկ նորոգումների եւ սպասարկումների համար նախատեսված ծախսերը։ Շատ փոքր թիվ է նախանշված։ Չի նախատեսված գազաբալոնային շարժիչներով աշխատող, մենք ունենք երկու կարգի, դիզվառելիքով աշխատող եւ սեղմած բնական գազով աշխատող մեքենաներ։ Սեղմած բնական գազով աշխատող մեքենաների համար ծախսերը ավելի շատ փոքր թվեր են նախատեսված։ Եվ դրանից հետևում է, որ սակագինը 150 դրամից ավելի ցածր են փորձում սահմանել, ինչը ձեզ Ճիշտ ասած չգիտեմ ինչ են ուզում անել։ Ճիշտ ասած չգիտեմ, որտեվ վերջնական թվերը ես չունեմ, թե ի վերջո այս մոտեցման հետևանքով մենք ինչ թվի վրա կկանգնենք։ Դրա համար եմ ասում, որքան մեր հաշվարկները կատարվեն իրականին մոտ թվերի սահմաններում եւ ստացվի մի n թիվ, էական չի ինչ թիվ կստացվի, որը որ անգամ մեզ համար ընդունելի չի լինի, որտեղ բարձր կլինի։ Համոզված եմ, հա, բարձր կլինի։ Կստացվի մի որևէ թիվ, հա, այդ թվից արդեն հետո հնարավորություն կլինի հետ հաշվարկ կատարել այն թույլատրելին, այն մատչելի գինը, որը այսօր ակնկալում են փոխադրողները, եւ դրա իր հետևանքը կբերի ուրիշ մյուս գործոնների, որից առաջացել է այդ սակագինը, նրանց փոփոխության մեջ։ Պարոն Եղիազարյան, ասացեք խնդրեմ, երբ քաղաքապետարանը որոշեց սակագինը սահմանել 150 դրամ, քննարկել էր փոխադրում կազմակերպող ընկերությունների հետ այդ հարցը, թե պարզապես սահմանեց եւ ստացվեց, որ դա ձեզ ձեռնտու Փոխադրող ընկերությունները 62-ն են այսօր, 62-ից 57-ը իրենց կնիքներով, իրենց ստորագրություններով ընդհանուր մեր դիմում առաջարկի տակ, որ վերանայել, խնդրում ենք վերանայել սակագինը, հա, ներկայացրել են քաղաքապետարանը մեր առաջարկության հիման վրա, իհարկե քննարկում արել ենք, փոքր կազմով 7 տարի դիմում եք, է։ Դրա մասին դեռ չենք խոսում ենք։ Քննարկել ենք եւ եկել ենք այն եզրակացության, որ իսկապես 150 դրամի մեջ մենք առայժմ կտեղավորվենք եւ սահմանվել է 150 դրամ։ Դուք այսօր վնասով եք աշխատում։ Այո,
Շատ բարի։ Կարեն, ասացեք, խնդրեմ, ինչ եք դուք ակնկալում հանձնաժողովից, որն այսօր աշխատում է, եւ ինչ որոշում պետք է կայացվի, որը կլինի ընդունելի ձեզ համար։ Նախ եկեք հասկանանք, որ այդ հանձնաժողովը ընդհանրապես կեղծ հանձնաժողով է։ Այդտեղ ներգրաված են մարդիկ, ովքեր որ չեն ներկայացնում հանրության շահերը, ներկայացված են եթե չեմ սխալվում, այնտեղ նաև հասարակական հատվածից ընդգրկված են մարդիկ, որոնք կարծեք թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են։ Ուսանողների ինչ որ մի երկու միություն, որոնց մենք քաչ ծանոթ ենք թե ովքեր են նրանք, այս կնում շահերն են ներկայացնում, որոնք որ ներկայանում են, երբ որ տրանսպորտի գինը թանկանում է 150 դրամ, նրանք ներկայանում են, ասում ենք ուսանողներին 100 դրամ։ Այսինքն դա ակնհայտ միտում է, որ թանկացրեք, բայց 100 ուսանողներին սարքեք, այսինքն դա բազմական շահի։ Հա, այսինքն ինչի համար են թե նրանք ներկայանում, այսինքն նրանք կարող են ասել ուսանողներին անվճար ընդհանրապես արեք, ոչ թե 100 դրամ արեք։ Այսինքն համաձայն է, որ հանրության համար թանկանա, բայց նման հասարակական կազմակերպություններ եւ նաեւ ինչ-որ մասնագետներ, ովքեր որ բարձր որ իրենք ուղղակի ասել են ոնց է պետք է, այդպես էլ անում են։ Բացի դրանից, այնտեղ իհարկե կան 2-3 կազմակերպություններ, ովքեր հրաժարվել են ընդհանրապես մասնակցել արդեն հետագա աշխատանքներին կամ ներկայացնում են հակառակ տեսակետները եւ միանշանակ ասում են 100 դրամից ավել չպետք է լինի։ Բացի դրանից, եկեք հասկանանք, որ նախ այդ որոշումը ի սկզբանե անօրինական է եղել, հակասոցիալական է եղել եւ հանձնաժողով ստեղծել արդեն եղած որոշումը քննարկելու համար ուղղակի абսուրդ է։ Նախ պետք է հանձնաժողով ստեղծել մինչև այդ որոշումը, քննարկել, այդ ամեն ինչը հասկանալի սարքել, նոր գինը թանկացել։ Հիմա արել են, հիմա փորձում են հանձնաժողով ստեղծել, որ հիմնավորեն թե ինչի համար իրենք թանկացել։ Հասկանալի է, հասարակական ճնշումների հետևանքով ձևավորվեց հանձնաժողովը։ Եթե չլիներ այդ հասարակական ճնշումները, հիմա վաղուց բոլոր քաղաքացիները վճարում էին 150 դրամ եւ փոխադրում կազմակերպող ընկերությունները գոհ էին, ովքեր էլ դժգոհ էին լուր։ Չնայած պարոն Տարոն Մարգարյանը մերժում է այդ փաստը, որ ճնշման ներքո եղավ, իր ասածով դա եղել է ուղղակի իր բարի կամքի շնորհիվ, որովհետև իրեն դիմել են ուսանողական միություններից եւ ինչ որ բան եւ նա պետք է լեգոտներ տրամադրի այդ խավերին։ Դրա համար, այսինքն ինքը դրա համար է այդ վերանայել ու կասեցրել որոշումը։ Այստեղ եւս կա մի հակասություն, որ ինչու է որոշումը կասեցվում, եթե նոր ջնջում ենք այդ ամեն ինչը ու հասկանում ենք թե ինչ պետք է անել, պետք է չեղյալ հայտարարել որոշումը եւ հասկանալ թե ինչ ենք անում դրանից հետո։ Իսկ ասեցնել նշանակում որ 150 դրամանոց որոշումը դու կասեցնում ես, որոշ ժամանակ հետո նշանակում նորից այդ 150 դրամը հետ է գալու։ Որոշակի ինչ-որ փոփոխություններով, ոչ թե ինչ-որ նոր բան ան։ Շատ բարի, ասացեք խնդրեմ, երբ որ դուք ասում եք, որ 150 դրամ սակագին սահմանելը հակասոցիալական որոշում էր։ Դուք ունեք կոնկրետ տնտեսագիտական հաշվարկներ, թե ձեր գնահատականները զուտ այսպես զգայական մակարդակի վրա են, ընդունելով այն իրավիճակը, որ Հայաստանում հա միայն պաշտոնական տվյալով 35%-անոց աղքատության ցուցանիշ ունենք։ Դա հենց ճիշտ տեղից մոտեցակ հարցին, եթե կա նման ցուցանիշ, ուրեմն պետք է դա առաջնային փաստ վերցնել, այսինքն առաջվային հիմնավորում վերցնել, թե ինչի չպետք է թանկացնել, օրինակ տրանսպորտը, որը որ հանրային նշանակության ոլորտ է Հայաստանում։ Այսինքն պետք է զերծ մնալ նման, այսինքն դեպքերում թանկացումներից ընդհանրապես նման խավերին, որը որ վերաբերվում է։ Հաշվարկներ իհարկե կան, ասենք մեր կողմից չասեմ, բայց տարբեր անկախ թե հասարակական կազմակերպությունների, թե անհատ տնտեսագետների կողմից, որոնց մեկը հենց Դավիթ Գևորգյանն ինքը կներկայացի դրա մասին, հաշվարկներ իհարկե արվել են, որ այսօրվա դրությամբ գինը շատ ավելի ցածր է, քան 100 դրամ է, ու ինքնարժեքը նկատի ունի։ Ծառայության կազմակերպման ինքնարժեքը 100 դրամից ցածր, այսինքն դուք պնդում եք, որ փոխադրում կազմակերպող ընկերությունները 100 դրամի պարագայում եւս աշխատում են շահույթով։ Իհարկե, եթե շահույթով չաշխատեն, նա այսքան տարի չէին աշխատեն, որ ասում են, որ վնասով է, ասենք դա ուղղակի այստեղ համեցեք եւ ասացեք, խնդրեմ, դուք հիմա շահույթով եք աշխատում, թե վնասով եք աշխատում։ Բնականաբար վնասով ենք աշխատում, ոչ թե շահույթով, ասում եմ վնաս, եկեք հասկանանք, վնասով ես հասկանում եմ, որ դուք ընդհանրապես շահույթ չեք ստանում։ Այո։ Այսինքն դուք հիմա բարեգործական մղումներից ելնելով եք իրականացնում փոխադրումները։ Ես բացատրեմ։ Հարցը, եթե ուղևորցը այսօր մեր հաշվարկներով ամենապարզ հաշվարկներով, որ ոչ տնտեսագետները նույնիսկ կարող են վերլուծել այդ հաշվարկը, ոչ թե մոտ, այլ այդ հաշվարկով, պարզ հաշվարկով կազմում է 267 դրամ, որը մենք ներկայացրել ենք քաղաքապետարան։ 267 դրամ դիզվառելիքով աշխատող ավտոբուսների ուղևորցի սակագինն է կազմում մեր հաշվարկներով
այս պահի դրությամբ առանց շահույթի 210 դրամի կարգի 210 դրամի կարգի գազել մագնիշի մեքենաներով ուղևորափոխադրման սակագինը մեկ ուղևորափոխադրման սակագինն է կազմել։ Այդ հաշվարկները մենք ներկայացրել ենք, ես կուզենայի անդրադառնալ մի քիչ խոսակցության սկզբին, ներկայացրեց մեր ընկերը, որ հանձնաժողովը կեղծ է։ Եթե կեղծ է, ինչ որ մի հանձնաժողով, կասկածի տակ եք դնում հանձնաժողովի օրինականությունը։ Այդ հանձնաժողովում մենք էլ կանք, ներգրաված ենք, պարոն Եղիազարյանը, ես, փոխադրող ընկերությունների միության փոխնախագահ Հարություն Առաքելյանը, երեքով էլ ներկայացրած ենք փոխադրողների կողմից։ Այդ չի նշանակում մենք ասենք, հենց հիացած ենք այս իրավիճակից կամ երկրի վիճակը հենցա որ կարող ենք մենք թույլ տալ թանկացումներ կամ ինչ-որ բաներ։ Մենք դիմել ենք փոխադրող կազմակերպություններս, տնտեսվարող սուբյեկտներս, դիմել ենք քաղաքապետարան ըստ օրենքի։ Սակագնի 27-երի դիզվառելիքի եւ այլ մեքենացախսերի հետ կապված նյութերի գների աճի դեպքում իրավունք մենք ունենք դիմելու մրցույթային հանձնաժողովին, օրենքն է դա։ Ուղևորափոխադրման սակագնի վերանայման խնդրանքով կամ պահանջով, նույնն է վերջին հաշվով։ Մենք դա կատարել ենք ըստ օրենքի։ Համապատասխան միջոցառումները ձեռնարկվել էսի այս ժամանակ։ Ես կանդրադառնամ դեռևս 2005 թվականի որոշմանը քաղաքապետի, 2008 թվականի իրադարձություններին։ Այսինքն դուք երբանից սկսած եք, պարոն Արշակյան, փորձում քաղաքապետարին համոզել, որ դուք վնասող եք մենք դիմել ենք 2008 թվականից 2007 թվականի դեկտեմբերից եւ վերջապես քաղաքապետարն արձագանքել 6 տարի Դուք չեք դեկտեմբերից դիմել, ձեզ ասել են դիմեք, որովհետեւ շատ ներողություն, դուք մեր փոխարեն մի խոսեք։ դուք ներկայացնում եք այդ մարդկանց։ Իրանք Եթե ասել ես դիմել եմ, դուք ոնց եք մենք գիտենք Հայաստանը Հայաստանը ոնց ասում, ամեն ինչ որ ձեզ կատարվում ասել է։ են դիմեք։ Ներողություն, ես ասում եմ Ես ոնց է կատարում Հայաստանը։ մի րոպե ես միտքս ավարտեմ, եթե կան փաստեր, խոսքը ամբողջությամբ օրինակ որ Տարոն Մարկարյանը գծատեր է, կան փաստեր, որ օրինակ մի րոպե Գալուս Սահակյանը գծատեր է, կան փաստեր, որ դուք ունեք այդ փաստերը, ես չունեմ այդ փաստերը։ Ես եկել եմ ասելու դիմել եմ, դուք ասում եք չեք դիմել։ 2008 թվականից դուք եք դիմել, ես եմ դիմել։ Իմ կազմակերպության կնիկն ու իմ ստորագրությունն է դրված։ Բոլոր դիմումների տակ։ Լսեք, խոսքս ինչու են դիմել, ինչի համար են դիմել, լավ կա։ Խոսքս միջև վերջ ավարտեմ։ Դիմեցիք, որովհետև դժվար է։ 2007 թվականի դեկտեմբերին եղել է առաջի դիմումը քաղաքապետարանին։ Ավտոբուսները վերցնելուց հետո, այսինքն տնտեսվարողներին հանձնելուց հետո քաղաքապետարանի ավտոբուս ՓԲ-ն լուծարվում էր, ի վիճակի չէր պահելու ավտոբուսները։ Բաժանվեցին տնտեսվարող սուբյեկտների վեր։ 12 կազմակերպություններ ընդունեցին Բոգդան Մագնիշի ավտոբուսները եւ Պազ Մագնիշի ավտոբուսները։ Այդ կազմակերպություններից շատերը արդեն մի քանիսը սննկացել են, մի քանի կազմակերպության ղեկավարներ առողջական վատ վիճակի մեջ են, որոնք չեն կարող անաշխատունակ վիճակում են, երկու ոգի էլ մահացել են։ Ես այդքանը ասեմ սկզբից, որ իմանաք։ Մնացած տնտեսվարող սուբյեկտներ, բոլորս այդ թվում 12 կազմակերպություններից դիմեցին, որ մենք դիմեցին քաղաքապետարան, որ նշված 100 դրամով իդեպ ավելացնեմ, որ նույն ժամանակ նաև անմիջապես մեկ ամսվա ընթացքում բարձրացավ 220 դրամից դիզվառելիքը մինչև 400-ից 420 դրամ մեծածախ գինը, ոչ թե մանրածախը ավելի բարձր։ Գազն էլ իդեպ նաև գազը։ Ես կոնկրետ ասնեմ ավելի։ Ավտոբուսային փոխադրումները հնարավոր չէր իրականացնել 100 դրամով։ Բայց ավտոբուսը 50-ից 100 դարավ մի պահ։ Դուք դրա մասին չեք խոսում։ Ինչ 50-ից 100։ Մի պահ չէ, ես կոնկրետ թվական եմ ասել, 2007 թվականի դեկտեմբեր ամսին առաջի դիմումն ենք ներկայացնել, որ հնարավոր չէ։ Միջոցառումներ ա կիրառվել, որը ասենք
զուտ վերաբերվել է երկու կազմակերպություններին՝ Երևանի քաղաքապետարանին եւ տնտեսվարող սուբյեկտին։ Եվ դա չի լուսաբանվել։ Պարոն Արսակյան, ասացեք, խնդրեմ, 5 տարի ոնց եք դուք կարողացեք գոյատևել ձեր ընկերությունը։ Հա, ես ասեմ։ Որովհետև դուք ասեք, որ որոշ ընկերություններ սնանկացել են, լուծարվել են։ Շատ ընկերություններ հրաժարվել են, շատ ընկերություններ սնանկացել են։ Պարոն Արսակյան, ասեք դուք Ես իմ միտքս ավարտեմ։ Շատ կաշխատեմ հակիրճ ձևակերպել ամբողջ։ 2008 թվականին ի վերջո բազմաթիվ ստեղծվեց փոխադրող ընկերությունների միությունը, մենք կազմեցինք, որպեսզի այս հարցին ի վերջո լուծում տրվեր։ 31 հատ դիմում ա գրվել քաղաքապետարանից մինչև բարձր ինստանցիաներ ավելի։ Ի վերջո կազմվել է հանձնաժողով 2008 թվականի սեպտեմբերի ամսին, նոր որ ստուգվել է, քրոնոմետրաժը կատարվել, բազմաթիվ աշխատանք է դա, շատ ծանր աշխատանք է կատարվել բոլորի կողմից, այդ թվում նաև բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից, էլի ամենակարևորը, որոնք մենք իրականացրել ենք ուղևորափոխադրում, համ այդ աշխատանքներն ենք միաժամանակ կատարել, որը շատ ծանր է։ Մենք այդ աշխատանքները կատարելու արդյունքում հաստատեցինք եւ քրոնոմետրաժի թվերն էլ ուղարկվեց հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովին վերլուծելու եւ սակագնի առաջարկող գին սահմանելու համար։ Առաջարկվեց սակագին 138.7 դրամ։ 138.7 դրամ ըստ հաշվարկների դեռևս 2008 թվականի սեպտեմբերի արդյունքներով։ Սա հասկանալի է, պարոն Արշակյան։ Ես ինչպես հասկանում եմ, եւ ակտիվիստներին այս հանձնաժողովը չի գոհացնում, որովհետեւ հանձնաժողովը համարում են ապօրինի եւ անօրինական եւ պնդում են, որ ապօրինի որոշման հիմքի վրա ստեղծված հանձնաժողով է։ Եվ ձեզ կարծեք թե չի գոհացնում, որովհետեւ դուք ի սկզբանե առանց հանձնաժողովների քննարկումների համոզված եք, որ առնվազն մենք արդեն Պարոն Գասպարյանին թույլ տանք, որպեսզի միանա մեր քննարկմանը, համեցեք պարոն Գասպարյան, բարի երեկո, շնորհակալություն, որ եկաք, եւ մի այսպիսի հարց, դուք ասում եք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները գծատերեր են։ Ասացեք, խնդրեմ, ես չգիտեմ, դա այդպես է թե ոչ, ես անձամբ փաստեր չունեմ։ Եթե չլիներ այդ հանգամանք կամ այդ կասկածները, որի մասին դուք խոսում եք, դուք հարցին այլ տեսանկյունից եք մոտենալու, թե միևնույն է մոտեցումը լինելու է։ Հենց դրա մեջ է, ախր հենց խնդիրը դրա մեջ է, որ երբ որ պաշտոնյաները իրենք են շահը ունեն այդտեղ, այսինքն իրենք են տնտեսվարող սուբյեկտները, երբ որ մի մասը, լավ, այսպես ասենք, հա, թե 100%։ Դե գիտենք, որ դա ասենք կոնկրետ մի ոլորտ է, տրանսպորտային ոլորտը, որը բաժանված է կոնկրետ Հայաստանում ինչ-որ օլիգարխների մեջ։ Դրանց մեջ են օրինակ Հենիկ Նավասարդյանը, որի որ իր տղայի թե եղբոր տղայի անունով է, չէ, իր կարծեմ իր հենց տղայի անունով է։ Միսակ Համբարձումյանը, կան նաև Գալուստ Սահակյան եւ շատ կան։ Ասենք մամուլում բազմիցս է դրա մասին հրատարակվել ու հարցրեք, թեկուզ գնացեք դիսպեչերանոցներ կամ ինչ-որ հարցեր կամ վարորդներից հարցրեք։ Դա ուղղակի խոսակցներ չեն, էլի, դա կոռուպցիան է հենց կոռուպցիան է։ Այսինքն չլիներ այդ խնդիրը, ես հիմա նորից հարցս վերաձևակերպում եմ։ Այլ լինեին սովորական մարդիկ, որոնք ոչ թե, չգիտեմ, խանութ ունեն, այլ աշխատացնում են այս կամ այն երթուղին։ Հարցը այլ կերպ էր դրվելու ակտիվիստների կողմից, թե ոչ։ Ախր այլ կերպի հարցը հենց այդտեղ կոռուպցիա կա դրա մեջ։ Իմ համար մեկը թե ով է անում, չէ՞, բայց եթե ես տեսնում որ կոռուպցիայի պատճառով այդ ամեն ինչը լինում, անպատասխանատվության, հակասոցիալական, այսինքն ժողովրդին բանտեղ չլինելու, հաշվետվական չլինելու հետևանքով դրա համար է այս հակասությունները եւ այդ պայքարը առաջանում։ Եթե մենք հասկանենք, որ իրոք այն վիճակն է, որ ժողովուրդը կարող է վճարել, որ մարդիկ էլ պետք է գումար աշխատեն դա ծառայություն մատուցելու համար, սա չէ լինի, բայց երբ որ տեսնում ես ակնհայտ շահերի բախում այստեղ կա, այսինքն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան եւ դրա համար է դա արվում ու նաեւ սա կապում է ընտրությունների հետ, որ մինչեւ ընտրությունները ասում են չի թանկանալու, դա միանգամից թանկացնում են, գազի գինն է, ինչ-որ այսինքն մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ օգտագործում, որ հիմա էլ նույնը կատարվում, այսինքն փորձում են ասում 200-250 դրամա, որ ժողովուրդ որ 150 դրամով բավարարվի, դա ամեն ինչ հաշվի առնելով ենք մենք դուրս, մենք դες չի որ ասում ենք, չէ, եթե իրանք են, ուրեմն չպետք է լինի։ Պարզը որ բոլոր այս ամեն փաստերը հաշվի առնելով մենք արդեն հասկանանք որ չէ այստեղ ժողովրդին ուղղակի խափում են եւ փորձում են միշտ դնել սոցիալական ծանր վիճակի մեջ։ Շատ բարի, Դավիթին լսենք տնտեսագիտական հիմնավորումներով հանդերձ, եթե կարելի է։ Ինչ տնտեսագիտական հիմնավորումներ կան, որ 100 դրամը ձեր կարծիքով բավարար է նորմալ ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։ Մենք հաշվարկեցինք ներկայիս փաստացի վիճակը, հիմք ընդունելով քաղաքապետարանի ներկայացրած ծախսերի ձևը, որը իրականում մեզ համար է անընդունելի։ Մասնավորապես այնտեղ նշված է վարորդի աշխատավարձ, իրականում բոլորը գիտեն Հայաստանում, որ պլանային սկզբունքով են աշխատում։ Եվ ծախսերը իրականում չի հաշվարկվում։ Օրինակ, վառելիքի ծախսը, գազի ծախսը կոնկրետ վարորդը
պլանից բացի տալիս է վառելիքի ծախս, այսինքն օրվա հասույթը կազմված է պլանից, վառելիքի ծախսից եւ վարորդին մնացող արդեն այսպես ասած օրավարձից։ Գումարներ, որ Նայեք, վճարվում այնտեղ մանր գումարներ դիսպեչերին, դիսպեչերներին, 16000 բանին, Երևան տրանսին եւ ինչ-որ sense գումարներ, որը չի գրվում ոչ մի տեղ էլի։ Այդպես չի ներկայացված, սակայն մենք դա դրեցինք մի կողմ այդ ամեն ինչը։ Քաղաքապետարանի Հենրիկ Նավասարդյան տրանսպորտի վարչության պետի ներկայացրած նրա մակագրությամբ ներկայացրած ծախսերի ձևով մենք վերցրեցինք հաշվեցինք նույն ծախսերը, այսինքն մի տողում գրած է շարժիչի յուղը, օրինակ 1900 դրամ, առաջի գործը, որ մենք արեցինք, որ կարողանալ ցանկացած քաղաքացի գնում եւ ճշտում ենք այդ յուղի գինը որքան է։ Ցանկացած բենզալցակայաններում են ավելի շատ վաճառում այդ յուղը։ Ցանկացած մարդ կարող է գնալ հարցնել։ Այո, հարցնում ենք ինչ արժի այս յուղը 1000 դրամ։ Ով է սրա սպառողը։ Այդպես գոյություն չունի ոչ մի բեզակալում։ Այդպես абսուրդ է։ Ես էլ ձեզ չմնթատի եւ դուք խոսեք, հա։ Հարցնում ենք ովքեր են այս յուղի գնորդները ովքեր են։ Երթուղայինի վարորդները։ Այսինքն երթուղայինի մեջ լցվում է 1000 դրամանոց յուղ, չէ՞։ Քաղաքապետան ներկայացնում է 1900 դրամ։ Այդ սկզբունքով մենք փաստացի ծախսերը բերեցինք, հասցրեցինք իրար, վերջում ստացանք ուղևորների իրական թվի նվազագույն, այսինքն տատավում է հստակ թիվ չեն կարող մենք սահմանել, քանի որ տրանսպորտի ոլորտը ստվերում է եւ վերահսկողության իրականում ոչ մի մեթոդ չկա։ Ստացանք 75 դրամ, սակայն առաջին հերթին մեզ համար տրանսպորտի ներկայիս վիճակը անընդունելի է։ Ինչպես ցանկացած երևանցու համար 25 դրամի սահմաններում հնարավոր է ստանալ շատ լավ տրանսպորտային համակարգ։ Այսինքն, առնվազն կարող ենք ստանալ 5 տարեկան ամենահինը 5 տարեկան մեքենաներով երթևեկություն եւ կանգնած ուղևոր չլինի։ 100 այդ 25 դրամի այդ տարբերության մեջ կարող ենք այդ ամենը ստանալ։ 150 դրամը եւ եթե պարոն Եղեզարյանը իր կարծիքը չի փոխել 2 ժամվա ընթացքում, ընդամենը 2 ժամ առաջ պարոն Եղեզարյանը Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ 150 դրամ եւ գումարած 50 դրամ պետության կողմից դոտացիա։ Այսինքն իրականում 200 դրամ։ Հաստատում եմ։ Այո։ Շատ ավելի լավ։ Այսինքն իրականում ուղևորը պետք է լինի 200 դրամ։ Դրանք տարբեր բաներ են, 150 գումարած 50-ը եւ ընդհանրապես 150-ը։ Եվ ես մի քանի բան էլ կուզենայի նշել, այս զրույցին հետևում էի, այստեղ նշվեց, որ 265 դրամ է ինքնարժեքը, 267 267 Ես ստացել եմ այնպես པարզ հաշվարկով, ոչ թե տնտեսագիտական, այլ པարզ հաշվարկով, որ հասարակ քաղաքացուն པարզ լինի։ Ինչի մասին է խոսքը։ Շատ ավելի դա ներկայացրել եմ։ Եթե 265 դրամ է ավտոբուսի համար, 67 դրամ է, գազելի համար էլ, այո։ Գազելի համար էլ 210 դրամ է, այսինքն մենք հենց այս պահին մի բան կարող ենք փաստել։ Եթե Երևանում ուղևորափոխադրումների տրանսպորտի սակագինը 280, այսինքն գումարած 5% շահույթը դրանից պակաս լինի, նրանք չեն կարող աշխատել։ Եթե պակաս լինի, նրանք կարողանան աշխատել ու վնասով չաշխատեն, այսինքն նրանք չեն կարողանում հաշվարկել։ Հաշվարկ չեն կարողանում կատարել։ Եթե տնտեսվարող սուբյեկտը չի կարողանում հաշվարկ կատարել, նա իրավունք չունի մատուցելու այդ ծառայությունը։ Ուրեմն այս դուք ունեք եկեք դուք մատուցեք 25 դրամով եք առաջարկում մի ընդհատեք 25 ինչի պետք է չընդհատեմ ես ծաղրում եք բացարձակ ծաղրում եք մենք ինչ կարող ենք փաստել եթե 25 դրամը ծաղրան Աբրահամյան համեցեք Համեցեք ուշադիր լսում եք դուք կանեք Հիմա փորձենք լսել ծառայություն կազմակերպող ընկերությունը բայց կներեք էլ դեր հարցին չպատասխանեց ուզում եմ այդ հարցի պատասխանը ստանանք էլի ամեն դեպքում թե որտեղից այդ գումարները որ դուք ասում եք մենք ձեր գրպանից մի րոպե մի հարց որտեղից այդ գումարները դուք ասում եք 5 տարի թե 10 տարի շրջապատ ունենք եկել ունենք ունեցվածք ունենք ամեն ինչ կներեք էլի մոտավորապես հաշվել եմ ամսական մոտ եթե հաշվենք որ 62 կազմակերպություն են հենց հավասարը բաշխված ոլորտը մոտ 30-40 հազար մինիմում դուք ձեր գրպանից ամեն ամիս դնում եք որ ժողովուրդը 100 դրամով օգտվի է տրանսպորտի որտեղից է այդ գումարները որտեղից այո դե հիմա մի հատ ես հարց տամ ճշտելու եթե տենց ավելի վատ է ավելի վատ է այսքան գումարները իշխանի մի րոպե ես ձեզ մի հատ հարց տամ բան ճշտելու համար դուք տրանսպորտի ոլորտից ինչքան մոտիկ եք ինչ եք պատկերացնում տրանսպորտի հետ ինչ կապ ունեք տրանսպորտի մասին չեք խոսում Դիպա տրանսպորտի մասին չեք խոսում տրանսպորտի մասին չեք խոսում Այս կոնկրետ հարցը տրանսպորտի կապված չի Հենց բայց հարցը հնչեց շատ կոնկրետ ինչպես եք դուք կարողանում կազմակերպել ուղղավորափոխադրում կարողանում ենք ընկերոջից վերցնելով բանկերին եթե պարկենք մնում այս ձևով հայթայթելով ստեղից ընդեղից գումարը ձեր հույսը որն է որ
Մոտավորապես գումարը աշխատավարձը ստանում դնում եմ 5 տարվա մեջ 150 միլիոն դոլար գումարի Ձեր հույսը որն է, որ ընդհանուր կես միլիոն կազմակերպությունների դոլար այս արդեն վզներից դրած է։ Պարոն Արշակյան, ներեցեք, ձեր հույսը որն է։ Գումարը որտեղից դες։ Այ, ես խնդրում եմ։ Ես առանձին կբացատրեմ։ Որտեղ։ Այսինքն ձեր հույսը որն է, որ ի վերջո մի օր սակագինը կբարձրացվի, դուք կսկսեք շահույթով աշխատել, ձեր պատկերը կվերջացնեք, նոր դրանից հետո կսկսեք մտածել նաև նորմալ տրանսպորտային միջոցներով քաղաքակիրթ սպասարկում իրականացնել, դա սոսկալի է։ Ասացեք, դուք եք վարկի տակ։ Ես վարկի տակ չեմ, բայց ես չեմ կարծել բանեմ շահագործեմ 98 երթուղին է եղել առաջ, հիմա 28 համարն է, 30-27 մեքենա է եղել։ Ուրեմն ես բանը երբ որ նոր ավտոբուսներ բերեցին, մեր երթուղուց 2 տարի մեջ 9 մեքենա վարորդ դուրս եկավ գնաց ավտոբուս քշելու։ Ես չկարացի 9 մեքենա լրացնեմ, դիմում գրեցի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, որ խնդրում դադարեցում տակ միջև ես մեքենա հասնեմ լրացնեմ։ Քաղաքապետարանը բավարարեց իմ խնդրանքը, մակագրեց, որ հարկային տեսչությանը, որ դադարեցում տալ, միջև ինք մարդը ճարի։ Ինչքան մեքենա աշխատում է, թող ինքան մուծի, միջև ես դեմ։ Բոլոր թղթերը մոտս է։ Այդ նույն ժամանակ երկու անգամ տարբեր ամիսների դատարանը դատախազությունը Շահումյանի դատախազությունը դիմել է ներողություն։ Շահումյանի դատախազությունը դիմել է մի քանի երթուղու տնօրենների ստուգելու թե նորմալ մուծում են թե չէ, ցանկացած է ստուգել, թե որտեղ չգիտեմ։ Կոնկրետ իմ դեպքում գրել են, որ մի անգամ 40000 ավելամուծել, մի անգամ 40000 հավելավճար ունի, մի անգամ 70000։ Այդքանից հետո, երբ որ ինքը դադարեցում է տվել այդ մեքենաներին, հարկային դադարեցում է տվել, այդքանից հետո բռնել են իսկ 14 միլիոն տուգանք են դրել, 14 միլիոն տուգանք։ Ինչ ունեցել եմ, ծախել եմ, որպես մեքենաներ, բան ինչ ունեցել եմ, ծախել եմ, որպես այդ մեկ։ Այստեղից հաջորդ հարցը, պարոն Աբրամյան, ներեցեք, ես պիտի ճշտեմ, այսինքն ուղևորափոխադրող իրականացնող ընկերությունների միջև էլ կա ոչ առողջ մրցակցություն։ Այսինքն կան գծեր, որոնք եթե գծատերեր չունեն, դուք համաձայն չեք այդ մտքից, գոնե հովանավորվում են ինչ-որ մարդկանց կողմից, եւ կան նաեւ ձեզ նման մարդիկ, ովքեր պարզապես արդար քրտինքով փորձում են ինչ-որ ոչ մի հովանավոր չունեմ, ես եմ երթուղու տնօրենը, ոչ մի հովանավոր չունեմ, անգամ դատի եմ տվել վարչական դատարան, վարչական դատարանի դատավոր Ռիմայա Թրայա Հակոբյանն ասලා, սա ինչ բան է, զարմանալի է, ո՞ս կարելի է չաշխատող մեքենայի տեղը փող մուծել։ Թղթերը տվել եմ իրան, ես թղթերը տվել եմ իրան քսերոքսալ։ Մի 5 անգամ էլ կորցրել է հարկային տեսչությունը, որի պետը եղել է Սաֆարյան Գագոն։ Շամյանի հասկացա, պարոն Եղիազարյան, ասացեք խնդրեմ, կա այս խնդրի մասին ուզում եմ որ բան եմ ասում։ Գոյություն չունի, բանը հավերժական շարժիչ գաղափարը կիմանաք, հավերժական շարժիչ գոյություն չունի։ Այդ մեքենան նախ ես ասում, խնդրում եմ մեր ակտիվիստներին, ես հարգում եմ ակտիվիստներին։ Բոլորս էլ հարգում ենք, մեր հայերն են։ Թող նորից կրկնում եմ, հարկային բեռը, գազը որ ամեն տարի թանկանում է, ավտոբուս, ապչազդը թանկանում է, պայստամասերը։ Նա բեռը չեն, թող սարքեն 20 դրամ, 50 դրամ սարքեն։ Համի հնարավոր չի, եթե 23 երթուղու տնօրեն հրաժարվել են ամբողջ գծերով թողել գնացել են։ Քիչ են այս նույն ակտիվիստները գնում են գիծվեկան աշխատանք։ Ինչի համար են հրաժարվում։ Բա քիչ ես գնում եկալ աշխատանք։ Որ ստեղծեն ինչ-որ ֆոնդ, որ իբր չկա բան։ Ինչի համար են տրանսպորտի որակը։ Ներողություն, 20-ը եղել է 30 քանի։ Դուք ինչ մասնագետ եք։ Մի րոպե խոսանք, դու խոսում ես, ես կանգնում եմ։ Ինժեներ եմ ու ՏՏ մասնագետ եմ։ Ինժեներ ՏՏ մասնագետ եք։ Ձեր ամբողջ կյանքը ներդրել եք, ուսում առել եք ու աշխատում եք այդ ոլորտում։ Ստեղծել եք, մի րոպե ներողություն։ Ես էլ եմ տրանսպորտիկ եղել։ Լսենք, մի րոպե խոսնեմ է։ Ես էլ եմ տրանսպորտիկ եղել, MTS եմ աշխատել։ Գիտությունների տեխնացու եմ, ինձ այդ երթուղը ես գիտության աշխատող եմ, երթուղին ինձ տրամադրել է Վազգեն Սարգսյանը։ Ընտրությունների հետ կապված ասած երթուղին դիպեր, որ ժողովրդական ընտրության, որտեղ տարածքում B2-ում եւ Աղբարաշյանում երթուղի գոյություն չուներ։ Լավ, խնդիրներից խոսենք, լավ։ Խնդիրներից։ Ինչի եք ուզում թանկացնել։ Լսի, կոնկրետ ասեք, ինչի եք ուզում թանկացնել։ Ես իրանց խնդրում եմ բոլորին, թող մի քանի հատ իրանց ընկերներից տրանսպորտիկներ բանեն, թող բռնեն հաշվեն թե մեքենան ինչքան ծախսան, մեքենան իրան ինչքան ծախսան նստում, բանը այդ յուղա ավտոպայստամասերա, տարածքը, նույն տարածքը որտեղ մեքենան կանգնում է, մեքենաների վարձա, ջրի վարձա, լուսի վարձա, բոլորը հաշվեն նորգան, բանը
օթից թիմը վեկալում գալիս են մեկ ակտիվիստ եք։ Հասկացա, Մեկ ակտիվիստները նստեք պիտի Ղարաբաղն էլ տան։ Չէ, Ղարաբաղը տալ չէ։ Որտեւ ասում եք Ղարաբաղը Չեմ լսել որևէ ակտիվիստ Փարքաստո, որ ասում է, որ Ղարաբաղը պետք է տա։ Ղեկավարությունը ում անից Թեման չփոխեն, խնդրում եմ, պարոն Գասպարյան։ Պարոն Գասպարյան, չէ, ներողություն, թույլ տանք պարոն Գասպարյան խոստի, չէ, կստացվի այսպես ճեղքելով խցանումները հասավ մեզ ու կարծիք չհայտնեց։ Երևան դաշին քաղաքանում, ինչի հրաժարվեց այս հանձնաժողովի աշխատանքների Ուրեմն ի սկզբանե ես կոնկրետ ֆրակցիայի նիստում կողմ եմ եղել, որ մասնակցենք, այնուամենայնիվ մնացած 5 հոգին դեմ են եղել եւ դրա համար մենք չենք մասնակցել։ Բայց գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ այս հանձնաժողովը 80%-ով ֆիկցիա էր։ Ֆիկցիան ընդհանրապես այն մնացած հանձնաժողովների նման 20 տարվա ընթացքում կազմակերպած, որը կոչված է ծածկի իրական պատճառները խնդրի։ Ծածկի կոլեգիալ մարմին է, կոնկրետ ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես կուզենայի անդրադառնալ այն տխուր հանգամանքին, որ այսօր եկել ենք այն վիճակին, որ քաղաքապետարանը փաստացի կախում ունի ուղևորափոխադրող կազմակերպություններից։ Կախվածության մեջ է անգել ու իր խելքից է կախվում, որտեղ մենք ունեցել ենք այնպիսի քաղաքապետեր, որոնք կոռուպցիան առնետի պես բերել են վխտացրել են բանում, թե տրանսպորտի ոլորտում, թե ընդհանրապես քաղաքապետարանում, եւ այդ կոռուպցիան բերել է նրան, որ այսօր մենք ունենք տրանսպորտի ոլորտում եւ հերթով տրաքելու է, պայթելու է այն ոլորտները, որտեղ կոռուպցիոն հիմքի վրա է։ Իսկ այն հանգամանքը, որ տրանսպորտնիկները կամ ուղևորափոխադրողները նախկինում ունեցել են գերշահույթներ, դրա մասին գերադասում են լռել։ Գերշահույթներ են ունեցել 25 դրամը ես չգիտեմ ինչ հաշվարկ է, բայց ժամանակին իրոք 25 դրամ է նստել մի ուղևորը։ Դրա համար բոլորը քաղաքական, այսպես կոչված, վերնախավով սկսած ամեն մի ֆրակցիայի ղեկավար ու падգամավոր ու եսիմինչ ձգտել են գծեր ունենալ եւ գծատերեր լինել, որովհետեւ այդտեղ գերշահույթներ են եղել։ Եվ այդ գումարները հասարակության կողմից վճարած եւ գերշահույթները գնացել են հենց կեղծված ընտրություններ սպասարկելու։ Այսօր եկել են բարձրաձայն խոսում են այս մարդիկ, ես դեմ չեմ։ Այսօր շահույթը շատ մինիմալ է այդ ոլորտում, բայց այն ժամանակ որ գերշահույթներ կար եւ նրանք ստիպված էին այդ գերշահույթները վերցնել քաղաքացուց եւ վճարել իրանց կռիշին, որ կարողանան գծատերը մնալ։ Դուք ինքներդ կրիշ չունեմ։ Հիմա չունեք։ Չեմ ունեցել։ Ժամանակին ասեցիք, որ Վազգեն Սարգսյանն ինձ այդ գիծը տվել Չեմ մի րոպե եւ ասելա սպասարկի չեմ էլ ցանկացել վեկալ եւ ասելա սպասարկի ես գիտաշխատող եմ ասել։ Դուք ո՞ր ոլորտում եք գիտության Ես եղել եմ հողագիտության ագրոքիմիայի ինստիտուտի գիտաշխատող 38 տարի։ Դուք ո՞ր ոլորտում եք բանը գիտության տեխնացու։ Հողագիտության ագրոքիմիայի։ Բա հողագիտությունը ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրումների հետ, որ եկել եք հիմա մի հատ էլ տրանսպորտեցում կամ ես տրանսպորտիկ եմ եղել, ավարտել եմ։ Դուք ինձ ասում եք, դուք հենց նոր հայտարարեցիք, որ Վազգեն Սարգսյանը ասել է այս տարածքները B2 թաղամասը սպասարկի որ ընտրությունները։ Բայց ըստ էության ես խնդրում եմ հիմա ինչ խնդիր կա։ Շատ ներողություն։ Առևտրի սուպերմարկետների տերերը սա ռեստորական ֆինանսական բան են ավարտել։ Ոչ, կասեմ ինչ են ավարտել։ Սուպերմարկետների տերերը սա ավարտել են ֆինանսական։ Մեր բանավեճից հեռուստադիտողները պիտի եզրակացության գան, թե ի վերջո իրենք ինչքան են վճարելու տրանսպորտի համար։ 100 դրամ։ Եվ ինչու են վճարել։ Ես խնդրում եմ մի շեղեք բանավեճը դեպի այլ քաղաքական խնդիրներ, որովհետև դրանք խնդիրներ են, որոնց մասին կարելի է ժամերով բանավիճել, ու այդպես էլ եզրահանգման չկա։ Ես պատասխանում եմ հարցին։ Ես տնտեսագետ չեմ, բայց այսօր այո, 100 դրամը արդեն եկամտաբեր չի, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, այսօր իրական տերերն են այստեղ կանգնած։ Եթե մենք բարձրացնենք օրինակ 200 դրամ, էլի գալու են իրանց գլխին կռիշներ են կառուցվելու եւ այն, որտեղ գերշահույթներ է լինելու։ Այսօր 100 դրամը այո, ձեռնատու չի։ Ես ի սկզբանե ես ազնվությամբ ասում եմ, ես ի սկզբանե ասել եմ, այդ գինը պետք է լինի մոտավորապես 120-ից 125 դրամի սահմաններում։ Չնայած էլի եմ ասում, պետք է որ այսպես կոչված ենթադրաբար, հա, պոպուլիստական դրդապատճառներով ելնելով ես ասեի, որ ոչ պետք է 100 դրամով սպասարկեք, ոչ, այսօր 100 դրամ, բայց դա ձեր մեղքն է, որտեղ այն ժամանակ երբ որ գերշահույթ կար, տանում եք փեշով փող եք տալի падգամավորներին ու բանը, եթե պետք է անվանական կարամ։ 5 թորն եմ, 5 թորնի սարեթես մեկ իմ կրիշ եկել։ Շատ բարի, պարոն Եղիազարյանին ուզում եմ մի հարց տալ, պարոն Գասպարյան, ներողություն։ Ոչ մեկին։ Գակրազեսիրը քան մտրել եմ ազգային ժողովը ինձ տապալել են։
Ոչ մեկին չեմ սիրում։ Այդ Պարոն Եղիազարյանի մի հարց տամ, պարոն Եղիազարյանը մի միտք Օտիս բարև որը մի շատ ասեք, ասեք հետաքրքիր է։ իրականությունը, Պարոն Օտիս Աբրամյան, բարև մի թույլ տվեք, Օտիս, հարցը դուք Նայածում եք ասում։ Տես մտածի տեսում ես ասում։ Օթիս դուք եք Ես չգիտեմ ում ես ի նկատի ունես նրան ասա, ոչ թե ինձ։ Ես խնդրում եմ բանավեճը ըստ էության, պարոն Եղիազարյան, դուք փաստորեն ասում եք 150 դրամ, գումարած 50 դրամ սուբսիդիա պետական։ Այո։ Մեր երկիրը հասկանալով դոտացիա։ դոտացիա։ Այո։ Մեր երկիրը հասկանալով մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վատ վիճակը, բավական այսպես լուրջ սուբսիդավորման ծախս նախատեսեց գազի սակագնի թանկացումից հետո։ Արդյոք դուք քննարկել եք այն տարբերակը իշխանությունների հետ, որ գինը այդուամենայնիվ մնա 100 դրամ եւ ձեր մնացած ծախսերը, որոնք եթե դուք փաստարկում եք եւ ապացուցում եք, որ այդ ծախսերի անհրաժեշտությունը կա, դոտացիայի միջոցով հոգա, չգիտեմ, քաղաքային իշխանությունը կամ պետական մեր ընկերները նոր ասացին, քննարկվել է նման հարց թե ոչ։ Նոր մեր ընկերները ասացին, որ եթե գազի սակագինը վառելիքը դիզվառելիքի մասն է Հայաստամասերը։ պայստամասերը Եվ հարկային փոխադրող ընկերություններին տրվեն ուրիշ սակագներով, ուրիշ գներով, ավելի ցածր գներով, քան շուկայում է, մենք էլ ենք նույն բանը ասում իդեպ։ մենք ձեր կողքին ենք, Այստեղ դուք պիտի միանաք միասին Դուք էլ մեզ։ Ես ազգի Այդ Հիմա դեպքում ինչ պատասխանը ասեք։ բացասական, Ինչու։ որտեղ Փորձել եք հասկանալ բոլորը դրանք բացասական։ մասնավոր են։ Որտեղ ընդեղ էլ կա էլի շահեր, առանձին արդեն նրանք էլ բերում են ուրիշ օլիգարխներ, այդտեղից է գալիս։ Դրանք Ի վերջո, ինչ մասնավոր ներկրողներ են։ Այսինքն ի վերջո ինչ է ստացվում, որ չգալով կոնկրետ համաձայնության, վերջին հաշվով կամ կմնա սակագինը 100 դրամ եւ ձեր հաշվարկներով կտուժեն այն փոխադրում կազմակերպողները, որոնք չունեն տանիք, կամ կբարձրանա սակագինը եւ կտուժի շարքային քաղաքացիական։ Որն է լինելու ընդունելու տարբերակը։ Այստեղ տանիք, մանիկ այդ խոսքը մնալ իմաստ չունի։ Այդ մարդկაც ասացի մեզ, այն մարդ մի րոպե, այս մարդկაც ասացի մեզ ինչ որ ճիշտ բան կա։ Ման Աշակյան, չկա այդպիսի երթուղի մարդը փաստացի հայտարարում Գուցե եւ կա։ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Փաստացի Նավասարյանի ես էլ շատ բաներ կարամ հայտարարել, բայց Նավասարյանի մասին չեմ ինձ խոսում, պետք ինքնա խոսում Անդրամես պատահում հասկացա։ մի րոպե, դուք ինժեներ եք, այն մարդը տրանսպորտիկ է։ Ներողություն ավելի լավ որ մենք ով պետք է տրանսպորտնիկ տրանսպորտի վարչությունը, ով պետք է ղեկավարի, տրանսպորտիկը թե ոչ տրանսպորտը։ Ուրեմն Այսինքն արդար արդար մարդ, կոռուպցիայի մեջ չթաթախված մարդ, ավելի լավ է չլինի մասնագետ, քան լինի Բան Աշակյան, այդտեղ շահերի բախում կա։ Եթե ես պետական պաշտոնյա ղեկավարում եմ այս ոլորտը եւ նույն ոլորտում ես ունեմ բիզնես, 3 ամիս անդրնստացած են կամիջի համար։ Ցավոք Հայաստանում շատերը սեփական շահը գերադասում են հանրության Դա շահից։ այնքան նշանակություն չունի, բայց դուք այնուամենայնիվ շատ ճիշտ եք, բայց ամեն ինչ է այս երկրում, այդ թվում տրանսպորտը, որը ստրատեգիական նշանակության ոլորտ է, ղեկավարվում է ոչ թե տրանսպորտնիկներով, այլ կոռուպցիոն քաղաքական համակարգով։ Ես ուզում եմ ճիշտ հասկանաք։ Այս ամեն ինչը արված է, որpիսի այսօր քաղաքապետարանը այն օրի է իրան գցել, որ կախված է տնտեսավարող սուբյեկտից, այնինչ ինքը կարող էր այն $700 միլիոն այն օրը վարկ վերցրեցին, այդ գումարից $100 միլիոն ընդամենը որ տային քաղաքապետարին, թեկուզ վարկի միջոցով, քաղաքապետարանը կունենար իր տրանսպորտային համակարգը սեփական, եւ էլ կախում չեր ունենա Ով կվարի, ով այդ մեզնից ոչ Ամբողջ աշխարհում ինչպես է վարվում, ներեցեք։ Աշխարհի փորձ ուսումնասիրել եք, ներեցեք։ Պարոն Աբրամյան, ներողություն։ Դուք գոհ եք կազմակերպող տրանսպորտային Ի տարբերություն Հիմի Այո։ մեզով ասպասարկում եք սպասարկում։ Չէ, դու այնպես ոնց որ դուք եք սպասարկում։ Դուք գոհ եք ձեր մատուցած Չէ, մենք սպասարկում ենք այնքանով, ինչքանով վարձատրվում է այդ սպասարկումը։ Ներողություն, հիմա ես էլ ուզում եմ հարց տալ։ Ինչով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պակաս Գերմանիայի քաղաքացուց, Ֆրանսիայի քաղաքացուց, որ նա պիտի տեսնի մաքուր ավտոբուս, սափրված փողկապով վարորդ։ դրը ճիշտ է։ Ոչ թուրքա-արաբական մուղամներով երաժշտությամբ ավտոբուս, ինչի չունենք մենք այդ Չունենք, որովհետև այնտեղ վճարում են ինչքան 6 եվրո արժեքը բայց ուղղված այնտեղ նվազագույն աշխատավարձը 1200 եվրո է Հայաստանում պլյուս այսքան դոլար պլյուս դոտացիաներ 90 դրամ է։ պլյուս դոտացիաներ Սուբսիդավորումներ Քիշնևում։ Ինչ է խոսում, աշխարհը ամենաէժան երթուղին դա Հայաստանում է։ Գնացեք ամեն Պարոն Եղիազարյան, լավ, որպես փոխադրողների միության նախագահ Իրականության Ադրբեջանը, Ռուսաստանը, լրիվ բոլորը Եթե դուք աշխարհ ասելով ի նկատի ունեք Ռուսաստանը, համաձայն եմ։ Ադրբեջանը Ասեմ ինչ եմ դա ասում, եթե կարելի է ես մի երկու բան ասեմ։ Ֆրանսիան թաքչի։ Քաղաքապետարանի նոր հաշվարկի հիմք են,
ընդհանրապես ծախսերի հիմք են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից հրապարակված գրքերը։ Գրքում գրած այս բանաձևը այդ գործակցով դնում հաշվում են։ Իմ համար դա հիմք չի։ Ու աշխարհի ոչ մի պետության Արտադրող պետության ներողություն գործարանի խնդրում եմ թողեք ես միտքս ավարտեմ։ Դուք պետության նորմերը շփոթում եք, պետական նորմերը արտադրանքին վերաբերող Ձեր նորմերի։ ասացին է հակադարձեմ։ Չինական ավտոբուսների համար էլի Ռուսաստանից են հաշվում։ Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր պետություններ են։ Չինական ավտոբուսի համար հաշվարկում եք գրքերի մասին է խոսքը, ոչ թե չինական արտադրության Ես ուրիշ Դուք բան անձամբ նորմերը։ Այո, ես տիրապետում եմ այդ ինֆորմացիան, ես տեսել եմ։ Լսենք ինչ է, եթե ինչ-որ բան հետ համաձայն չեք, Եթե տիրապետում եք, ես համաձայն Ես եմ արտահայտում դասա գրքերի հետ կապված։ Լսենք։ Խնդրում եմ, տրանսպորտնիկ այս մարդկանց Կթողեք խոսան։ ցանոթանան, ընկերներ ունենան ոչ թե մեկ։ Իրանց բարեկամներից Որ հավատան իրենց ասած։ Ես նայ վրա ինչքան ծախսակա Մի հարց տամ ու դուք շարունակեք։ Հիմա եթե Դավիթը, որպես տնտեսագետ, ցանկություն հայտնի, ձեզանից որևէ մեկի տրանսպորտային գիծը մտնելու եւ ձեր ամբողջ Ոչ միայն մտնելու, շրջանառությունները ուսումնասիրելու, Ոչ տալիս միայն եք այդ մտնելու, հնարավորությունը, թե չեք տալիս։ Ոչ միայն մտնելու։ Տանք իրան թող սպասարկի։ Ունի մարդը այդպեսի ցանկություն։ Ես ի վրա եմ վերցնում։ 27 երթուղի չի Ես դրա պատասխանատվությունը ի վրա եմ Բացեք վերցնում։ ձեր Այո, ընկերները բացեն այո, փափազը նշվել է ցանկացած լրագրողի համար։ Հնչեցվեց այն միտքը, որ ամենաէժանն է Հայաստանում։ Դա շատ մեծ եւ կոպիտ սուտ է կամ թուրիմացություն է։ Ուրեմն, նույն Ֆրանսիայում եւ Գերմանիայում, այո, երթևեկությունը արժի տրանսպորտով քաղաքային 3 եվրո արժի, բայց եթե դուք ներողություն 2 եվրո արժի, բայց եթե դուք աբոնենտ եք գնում, դա ձեզ վրա 50 սենտ է նստում, որը համարժեք է, ներողություն 20 սենտ է նստում, որը համարժեք է մոտավորապես 80-ից 100 դրամի։ Հասկանում եք։ Սպառողական զամբյուղն է Ֆրանսիան, որ գումարում։ Եթե աբոնենտ եք գնում, դա այդակղությունն է, որ դու գնաս աբոնենտ։ Այո, մի երթևեկությունը քաշ փողը 10, ոնց որ ստեղ են անում։ Այո, 2 եվրո։ Պարոն Գասպարյան, լսենք Դավիթին ընդհանրապես։ Մի բան ակնհայտ է, ես ուզում եմ ընդհանրապես այս խնդրի մասին խոսանոց։ Մի հատ Լսենք, մենք թույլ չենք տալիս։ Մարդը ուղիղ 15 րոպե փորձում է միտք արտահայտել եւ թույլ չենք տալիս։ Ուզում եմ խոսենք մեկ առարկայական։ Կողմերը մեր դեմ, հանրությանը դեմ արտահայտվող փաստացի, հանրության 100 դրամ պահանջի դեմ արտահայտվող երկու կողմ կա։ Գոնե ֆորմալ առումով փոխադրող կազմակերպության ղեկավարները եւ քաղաքային իշխանությունները։ Բայց եկեք մի բան հասկանանք, էլի, երկու կողմն էլ ձախողվել է ու ամեն օր ամեն ժամ ձախողվում են։ Դա միայն ձեր Այս խայտարակ տրանսպորտային համակարգում միայն ձեր կարծիքն է։ Դուք ասում եք մենք տրանսպորտնիկ չենք։ Ես ուրախ եմ, որ տրանսպորտնիկ չեմ։ Ուրախ եմ։ Ես չէ ուզենա ձեր տեղում կանգնացնել այս ձախողված տրանսպորտային համակարգի հեղինակներից։ Որտեղ ես բջեջ չեմ կարող։ Թողեք ավարտեմ, էլի։ Դուք էլ ագրոքիմիկ եք, դուք էլ ագրոքիմիկ եք, դուք ասացիք։ Ինչ կապ ունի դա։ Դե ինչ Այդպես եմ աշխատել տրանսպորտում։ հասկացած սխալների վրա փորձ եք ձեռք բերել։ Ասեք 100 դրամով հնարավոր է ձեր ասած ձախողված տրանսպորտային համակարգը հաջողակ համակարգի վերածել։ Միանշանակ հնարավոր է եւ ասեմ ոնց է հնարավոր։ Բացի 100 դրամը, օրենք բազմաթիվ օրենքներ խախտած տնտեսվարող սուբյեկտները պետք է պատասխան տան։ Եթե դուք գրել եք օրինակ գազելի ամորտիզացիան 5 տարի, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններ Գազելի ամորտիզացիան 15 տարի է։ Ուրեմն Հենրիկ Նավասարջյանը սուտ է ասում։ Հենրիկ Նոր Նավասարջյանը հանձնաժողով եք։ Չէ, Հենրիկ Նավասարջյանը փաստացի ծախսեր ներկայացնելուց գրել է 5 տարի։ Մի րոպե։ Նոր հանձնաժողովի թե 5 բան եք ասում։ Հաստացի վիճակը 138 դրամ մեկ գազելի համար ամորտիզացիան գրված է 5 տարի, բանկային տոկոսադրույքը 12%։ Այս նոր հանձնաժողովի, որը դեռ չի ընդունվել, դուք եք տվյալները։ Շանկացնելուց առաջ տենց են Թանկացնելուց առաջ մեզ տվել են թուղթ։ Հենրիկ Նավասարջը։ Այս մի 2 ամիս առաջ Այո, մամուլում բոլոր Թանկացնելուց առաջ ում է տրամադրել։ Պարոն Արշակյան, լավ, դուք չեք ընդունում, որ այստեղ պարոն Արշակյան, ներեցեք, դուք չեք ընդունում, որ հասարակության բողոքը իրականում տեղին է, որովհետև թանկացնում են, հետո պարզվում է, որ այդ որոշումը չկա, անցնում է 3 օր, հետո պահանջից հետո հասարակության նոր հրապարակում են քաղաքապետի համապատասխան որոշումը, եւ ի վերջո մարդկանց մոտ կասկած է առաջանում, ուրեմն այստեղ ինչ որ բան ճիշտ չէ եւ ինչ որ բան թափանցիկ չէ։ Հասարակության բողոքը ճիշտ է։ Հիմա գուցե դուք եք հայտնվել վատ վիճակում։ Հասարակության բողոքը ճիշտ հարց է։ կա, որ քաղաքապետը առանց ավականու որոշման իրավունք ունի անել։ Այսինքն բանա երթուղի տնօրենները դիմել են
են քաղաքապետին, որ արդեն 7 տարի է դիմում Հիմա եք։ դուք իրավաբան եք, հա, փաստորեն։ Չէ, մի րոպե, Ասում իրավունք ունի։ դու չես որոշում ես իրավաբան եմ թե ինչ։ Մի րոպե։ Ես չեմ ասա, ես։ Ուրեմն եթե տենց է քաղաքացին իրավունք ունի ամեն ինչի։ Տեղեկանալու իհարկե։ Քաղաքացին իրավունք ունի պատժի բոլորին, պատասխանատվության ենթակի թե քաղաքապետին, թե մնացին, թե մնացին։ Եթե իրավունքից եք խոսում, ուրեմն եկեք իրավունքից խոսանք։ Քաղաքապետը իրավունք չունի քաղաքացու հանդեպ սոցիալական որոշում կայացնելու։ Ինչ որոշում կայացնի։ Այն որ որոշումը կայացում որ ամեն գնով թանկացնել։ Այսինքն, ինչ ամեն գնով։ տնօրենները դիմել են քաղաքապետին։ Բարձրագույն արժեքը Առանց քաղաքացին է։ ավականու որոշման նա իրավունք ուներ։ Իսկ ձեր կարծիքով դեմպինացի չէ, քաղաքացիներ չեն Ձեր օգնած կանգնած։ դրամար եք, հա, անհատական իրավական ակտը վերաբերում է ձեր կազմակերպությանը, բայց քաղաքացուն չի կարող լայն զանգվածների չի կարող վերաբերել։ Ասենք ես եթե տրանսպորտից օգտվում եմ, ինձ չի կարող անհատական իրավական ակտը վերաբերվել։ Մանավանդ որ դա ընդունվել է որպես համատարած բնույթ կրող բան։ Ես ձեզ ասում եմ իրավաբանորեն, ձեզ ասում եմ, դա ընդունվել է որպես անհատական իրավական ակտ։ Ճիշտ է։ Այդ դեպքում Բայց դա պետք է լիներ նորմատիվ իրավական ակտ, որը պետք է ընդունվեր ավականու կողմից։ Նորմատիվ իրավական, նորմատիվ իրավական հետ կապված որոշումը։ Ոչ, քաղաքապետը իրավունք ունի։ Դուք որպես իրավաբան, մի րոպե, դուք որպես իրավաբան, դուք պետք է այդ ամեն ինչը քաջ գիտակցեք։ Ծանոթանայիք օրենքին, ուսումնասիրեք եւ բարձրացեք ուսումնասիրել։ Ձեր ասելով, որ պետք է դա ընդունվեր որպես նորմատիվ ակտ, ոչ, օրենքը հստակ տրանսպորտի մասին եւ ավտոմոբիլային տրանսպորտի մասին եւ մյուս օրենքներով։ Միշար, չթվարկեմ, կարգավորվում է դա, այսինքն սակագինը որոշելու համար տնտեսվարող սուբյեկտը դիմում է մրցույթային հանձնաժողովին, մրցույթային հանձնաժողովը վերանայում է այդ հայտը սակագնի վերանայման Դա հայտը ըստ ձեր պայմանագրի է։ ըստ պայմանագրի ըստ օրենքի Ոչ։ ըստ օրենքի Դուք ըստ օրենքի Ոչ հանձնաժողովն է դա ըստ ձեր հետ կնքված Ինչ պայմանագրի։ Դուք ասում եք մրցույթային հանձնաժողովը քաղաքապետանում գործող։ Երբ որ կսպասեք եք վերջացնեք, այսինքն մի րոպե պայմանագրի չի ավարտվել։ Երբ որ Առանց կվերջացնեք նոր մրցույթի կմասնակցեք։ օրենքում հստակ գրված է Ճիշտ եք ասում, եթե փոփոխություն չի եղել։ մրցույթային հանձնաժողովի տված եզրակացության հիման Ներողություն, վրա այդ հանձնաժողովը- քաղաքապետը այդ հանձնաժողովը միասին ավականին կայացնում է ասեցին։ որոշում, որը եւ ենթակա է կատարման։ Այ այդպես է օրենքը։ Եթե դուք չեք ուսումնասիրել այդ Ուրեմն օրենքը, խնդրում եմ մրցույթային- ուսումնասիրեք Ոչ։ ավելի ճիշտ օրենքի Ուրեմն ես ձեզ ասեմ, խորացեք։ Դրա վրա չկենտրոնանալ։ Բոլորը ոչ մեկը չեք ուսումնասիրել։ Շատ բարի, պարոն Ավշակյան, հիմա Նորմատիվ ակտ հիմա չի կարող ասացեք դալ ուր է։ լինել։ Դա սա ազատ վարելան շուկայական նյութ կամ անվադող չի։ Միտքս ավարտել։ Այդ Ազատ ձեր շուկայական հատանշած օրենքը իմ սեղանի գիրքն է։ Եվ ես ամեն օր, ես պատկամ մարմին եմ, ես ամեն օր ուսումնասիրում եմ այդ ձեր Եթե ասած ուսումնասիրել օրենքը։ եք, Դուք ապա ինչ ակնհայտ եք դա- ստում եք, այնտեղ այդպես բան չկա։ Սուտը դուք եք ասում։ Լավ էլ ասում։ Ըստ Օրենքը, պայմանագրի- օրենքը գրված է։ Ըստ ձեր պայմանագրի դուք իրավացեք, Դուք եք բայց ստում։ ըստ տրանսպորտային պայմանագրի, ըստ օրենքի։ ըստ ձեր պայմանագրի, որը ձեր հետ Դե ոչ, Նշեք պարոն օրենքը, Գասպարյան, մի ես վարքյան հասկանա։ Հողումները օրենքից արեք։ Մեկ վարքյան։ Ավականու խորհուրդն ասել։ Ումի փորձեք ինձի ստախոս Լավ, լավ, անել։ լավ, լավ։ Ստախոսը դուք եք։ Մարդը ունի Որ եկել եք պայմանագիր։ ստե ջուր եք ծեծում։ դուք եք ստախոսը Մարդը- եկել եք օթից թվեր եք ներկայացնում։ Ինչ օթից Պարոն Այկ, Օթից թվեր եք Պարոն ներկայացնում։ Գասպարյան, Ու մատնանշում եք այնպիսի օրենքների վրա, որոնք այտենց կետեր չունի։ Վարկաբեկել մարդկանց պետք չի։ Ավելորդ տեղը, ոնց որ գնացել եք քաղաքապետարանի Դուք եք դիմաց վարկաբեկում։ աշխատող մարդկանց վարկաբեկում։ Ով է աշխատող մարդը։ պարոն Գասպարյան եւ պարոն Ով որ Ավշակյան։ դուք վարկաբեկում Ես եք։ կոչ եմ անում։ Ով ես ոչ Միսակ մեկին չեմ ուղղում։ Համբարձյանը Դուք ձեր խոսքերի համար պատասխան Վարկաբեկում, կտաք։ ես հանցագործել են նրանք։ Երբ Հավասարությունը այստեղ փաստաբան ունի, Ես ոչ մեկին չեմ Որ իրանց վարկաբեկում։ Ես փաստաբաններ այսքան չեք։ տարի աշխատել եմ տրանսպորտում եւ միակ իրաց նման նորմալ աշխատող եմ Դեցեք, պարոն Ավշակյան, հանդիպել։ դուք Միսակ Բա պետք է Համբարձումյանի գովակ, բա ինչ պահվածքը պետք է Երևանի Չէ, փողոցում նորմալ, բա պետք է տեսագրված գովակ, տեսել եք թե չեք տեսել։ Մյուսների Ներողություն։ բավարարին Հավասարային Հասկացա, տղեկին հասկացա, ես ստիպված եմ հաղորդումը ավարտել, Խնդրեմ։ ես ստիպված եմ հաղորդումը ավարտել, բայց ամփոփելով։ Պարոն Եղիազարյան, ասացեք, խնդրեմ։ Եկել եմ մի րոպե, միջև ձեր ամփոփելը ես ամփոփեմ։
Միջև տրանսպորտից ոչ մի բան չգիտակցող, ոլորտին անծանոթ մարդիկ եկել են, ներկայացել են, ուզում են տրանսպորտային հարց լուծեն քաղաքում։ Դուք եկեք Ես չեմ եկել դրանից ոնց պետք է ներողություն։ Չեք իրապետում այդ հարցին դուք։ Պետք է 100 ժամ ոնց ուզում եք լուծեք այդ հարցը։ Եթե 100 ժամ ոնց ուզում եք լուծեք այդ հարցը։ Եթե 200 Լավ, մի ջղան։ ոնց եք ուզում 150 դրամով աշխատացնեք, եթե ձեր հաշվացիք Ես 150 չեմ ասել։ Ես ասել եմ վերանայում։ 250 դրամ։ Վերանայում։ Լավ, Մենք ստիպված ենք Դուք տեղին եք վրդոված։ Պարոն Գասպարյան, այո։ Գնացեք Պարոն քիչ Արշակյանի, տվեք փող պարոն դեպի Արշակյանի քրիշներին, վրդովմունքը մենք իհարկե գրիշ ավելի Չունենք, գրիշ ունեցողին էլ հասկացանք։ ես տեղյակ չեմ։ Մենք գրիշ չունենք։ Մեր Տերն Աստվածն է։ Ահա եւ Մեր ձեր տա- Մեր դուք կամերայի կարող եք առաջ գրիշ ասելու։ ունենալ։ Իրենց Եթե եւ- վատացույց եք իրենց անում, եւ մենք ձեր- գրիշ չունենք։ Պարոն Արշակյան։ Իմացաք։ Մենք եք մեր գլխի տերը։ Ամեն մարդ իր փոխարեն ամսական թող։ 40 Ու երբեք ես չեմ ասել գրիշ ունեցող։ Պարոն Արշակյան, խնայեք Ու ձեր ես էլ նյարդերը։ ասում եմ, այնպեսի բան է անձնական վիրավորանքներ են հասնում, որ չի կարելի։ Խնայեք ձեր Մեր Տերը բոլորինս Խնայեք ձեր նյարդերը, պարոն Գասպարյան, թույլ տվեք ավարտել, պարոն Գասպարյան։ Թույլ տվեք, խնդրում եմ, պարոն Արշակյան։ Խնայեք ձեր նյարդերը։ Քաղաքացու համար վիրավորանք է։ Պարոն Արշակյան։ Պատկերացրիք Ձեր տարբերությունն այն է, որ Երևան տրանսիտ տնօրենի աշխատանքից դուք գոհ եք, հասարակության մի հատվածը դժգոհ է։ Որովհետև Եվ անտեղյակ է։ հասարակության այդ հատվածը կարող է ունենալ դժգոհություն, որտեղ նաև ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ լրագրող գտնում եմ, որ պետական պաշտոնյան իրավունք չունի հանրային վայրում եւ հանրության ներկայացուցիչները վարվելու այնպես, ինչպես վարվել են ձեր մատնանշած երկու պաշտոնյաները։ Խնդրում եմ չանդրադառնալ։ Հանրությունը իրացնում է իր իրավունքը իմ կարծիքով։ Հանրությունը իրացնում է իր իրավունքը։ Ի վերջո, պարոն Արշակյան, ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում հարելով վարորդի։ Ես ձեզ հետ չեմ ուզում բանավիճել։ Ինչ կա բանավիճելու։ Ես ձեզ հետ Չէ տանակա, արի վարորդի։ Պարզվեց, որ կապ չունի Պարզվեց, ակցիայի հետ։ որ սարկած է։ հայտարարությունը։ Ո՞վ է այդ։ Ոստիկանությունը։ դա սադրանք է։ Սադրանքը ձեր կողմից կազմակերպված։ Հասկացա, բայց եկեք մի մոռացեք մի կարևոր հանգամանք, որ այդ պաշտոնյային հանրությունը վարձել է իր շահերը սպասարկելու համար։ Սրա մասին պետք չէ մոռանալ երբեք։ Պարոն Եղիազարյան, ամփոփում ենք շատ կարճ։ Նաև ես եմ։ Այո, եւ դուք էլ պետք է պայքարեք ձեր իրավունքների համար։ Պարոն Եղիազարյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեր կարծիքով այսօր ի վիճակի է վճարելու 100 դրամից ավելի սակագին ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներ ճնշող մեծամասնությունը կամ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն անձնական օգտագործման ավտոմեքենա եւ ստիպված երթևեկում են հանրային տրանսպորտով։ Ձեր կարծիքով ես պարոն Եղիազարյանին եմ հարց տալու։ Ասա Եղազարյան։ Ի վիճակի են արդյոք այդ քաղաքացիները վճարելու 100 դրամից ավելի եւ ի վերջո այս ամբողջ բանակցությունների արդյունքում հանձնաժողովում ծավալվող որն է լինելու ընդունելի որոշումը ձեզ համար որպես փոխադրում իրականացնող եւ որպես ուղղակի Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի։ Ուրեմն դա ինձ համար գրեթե նույնն է։ Եթե այսօր Մի քիչ բարձր խոսա։ Եթե այսօր մեր աշխատանքը արժե 150 + 50, մենք պահանջում ենք այն, ինչ մեր աշխատանքը արժի, ինչ որ մեր սպասարկումը արժի։ Հնարավոր է թե հնարավոր չէ, սա գլխավոր խնդիրն է, հա? Առաջի օրերը ցույց տվեցին, որ հնարավոր է։ Մինչև որոշ մարդիկ ստեցին պղտորել ջուրը։ Ստիպված էին մարդիկ։ Բան չեմ ասում։ Բան չեմ ասում։ Ստիպված Բան չեմ ասում։ մարդիկ աշխատանքի Բան չեմ ասում։ որովհետև- Իմ ընտանիքի անդամներից 6-ից 5-ը օգտվում են հասարակական տրանսպորտից, այդ թվում նաև ես։ Շատ բարի, Իմ հասկացա, սրտով էլ հիմա չի։ պետք է լինի 200 դրամ, ով կտա ձեզ այդ 100 դրամը, ձեզ համար էական չի։ Իհարկե։ Շատ Իհարկե։ բարի, պարոն Արշակյան, ասեք, ամփոփում ենք կարճ մեկ նախադասությամբ, որն է ընդունելի տարբերակը ձեզ։ Ընդունելի տարբերակը նա է, որ պետք չի բազմաթիվ հանձնաժողովներով կամ ես ինչերով։ Եթե որոշված է, ընդունված է պետական մարմնի կողմից նշանակված է բաց, իտո թափանցիկ ձևով հանձնաժողովը, ուրեմն բարի լինենք մասնակցենք այդ աշխատանքներին հանձնաժողովի, բոլորին հրավիրել են։ Աշխատենք այդ հանձնաժողովում ու ի վերջո տրանսպորտից համկը ով չի հասկանում կհասկանա, ով էլ գիտի ավելի Դուք ընդունում եք, որ հասարակության մի հատվածը ի վիճակի չի լինելու 100 դրամից ավել վճարելու կամ ի վիճակի չի այսօր։ Ունեք այդ մտահոգությունը։ Ես իհարկե ունենք։ Դրա համար մենք դիմել ենք վերանայման, ոչ թե կոնկրետ այսքան դարձնելու։ Պարզ է։ Վերանայման պահանջով խնդրում եմ այդ աշխատանքը վերջացնենք նոր լուծման մասին Ես նոր եզրակացության ասեցի, մասին ես կուզեմ որ լինի 50 դրամ։
եթե նշված գները իշնեն հարկային բեռնա, ավտոպայստամասերնա, մի տարվա մեջ 3-4 տարի, մի տարվա ապրիլի 1-ին, 1-10-ին, երկու անգամ գազիկինը բարձրացին։ Ուզում ասեմ, այնպեսի վիճակ ստեղծվեց, որ մենք հիմա ես խնդրում եմ, որ այս մարդկանց ես արգում եմ առանց ոչ մի բանի, դե վիճաբանությունը դա կլինի։ Թող իրանք տրանսպորտիկ ընկերներ, հարազատներ գտնեն, թող որ հարցնեն ասեն, ինչքան ծախսագնում եւ սեփական եւ պետական։ Պարոն Աբրամյան, ես վստահ եմ այս մարդկանց պայքարը ձեր դեմ չէ, այս մարդիկ ուրիշ բաներ Այո, չեմ ասում մեր դեմ։ Ասեք Դավիթ, Մեր պայքարները իրանց դեմ չի։ Շատ կարճ ասեմ, ինչ վերաբերում է նրանց արածին եւ անելուց հետագայում ինչ պետք է անեն, շատ կարճ ասեմ։ Նրանք ձախողվել են մի ակնհայտ բանով։ Վարորդը որ սափրված լինի, իրենց աշխատողները, որ սափրված լինեն, որ չհայհոյեն, որ նորմալ դրա համար գումար չի պահանջվում։ Այս մարդիկ ամենայն հարգանքով եմ ասում, թե նրանք, թե քաղաքային իշխանությունը ձախողվել են այդ հարցում։ Դրա համար գումար անհրաժեշտ չի։ Հանրությունը փորձադաշտ չի։ Փորձադաշտ չի, այստեղ մի փորձեք, ասենք սխալներ անենք, հետո ուղենք։ Սա մոտավորապես բուհերի նման վարձը թանկացնենք։ Այո, վարձը թանկացնենք, որը ոչ մի բան չի փոխվելու։ Ես օգտվելով առիթից, ցանկանում եմ նաև հանրությանը ասել, թող նրանք չմտածեն, թե մնացած որոշումների նման մեր իշխանությունները այլ մարդկանց շնորհիվ կարող են այս որոշում կայացնել 150, 200 կամ ինչպես մեր հարգարժան ընդդիմախոսը ասաց, մոտ 300 դրամ ուղևորտ սահմանել։ Եվ այդ որոշումը կայացնել չի լինելու։ Մենք միասին բոլորով կրկին պայքարելու ենք։ Պետք է կրկին փողոց դուրս կգանք, նոր մեթոդներով կպայքարենք ու 100 դրամը չի գերազանցելու Շատ բարի, ուղևորը։ ասեք Կարեն։ Պարոն Աբրամյան, շատ բարի։ Ավարտենք հաղորդումը, խնդրում եմ։ Ուղղակի այս հաղորդման ընթացքում էլ պարզ դառա, որ ասենք մի շարք հարցի պատասխան ուղղակի չէ, կոնկրետ այն հարցը, որ թե որտեղից այդ գումարները, որ ասենք ամսական 15 միլիոն, այսինքն մոտ 30-40 հազար դրամ, ճիշտ կլներ, եթե դուք նստեիք ինչ-որ սեղանի շուրջ եւ առանց տեսախցիկների, այդ թվերը միմյանց հետ քննարկեիք, հետո մի մամուլի ասուլիս հրավիրեիք, մենք էլ սիրով լուսաբանենք։ Ես դրամասել ես հակա ասեմ, ուրեմն Ասեք ու կարճ։ Ուրեմն պարզա որ ասենք շատ հարցիսկի պատասխան չի լինում տալ, այսինքն այս մարդիկ չեն էլ ներկայացնում այն բանը, որ իրանք չպետք է գան այստեղ էլի կոպիտ ասած։ Իրանք փորձում են ինչ-որ ձևով տակից դուրս գալ։ Ես կոչ եմ անում ժողովրդին, քաղաքացիներին, որ չգնան նման իմիտացիաների, նման մանիպուլյացիաների, այսինքն ակնհայտ ձևով փորձվում է որ իրենց համոզել, որ 200 դրամը 250 է, 600 դրամ է լինելու, որ հանկարծ այդ 150 դրամը չարած փոքրագույնն է, պետք է դուրս գանք, պայքարենք եւ ցանկացած դեպքում չպետք է զիջենք այդ ամեն ինչը։ Այսինքն փորձեն ամեն ձև ժողովուրդ ձեզ խափեն, մի համոզվեք, ձեզ խափում են կոնկրետ 100 դրամը եւ դրա շուրջ պետք է գնա բանակցությունը։ Նաեւ հանրային հանձնաժողովը ով ցանկանում է մասնակցել, կան մասնագետներ եւ այն թող գան եւ մասնակցեն ու հաշվարկներ կատարեն տնտեսագետներ կամ ինչ, այո, տնտեսմասնագետների մասնակցությունը։ Ամփոփենք շատ կարճ։ Ուրեմն ես համոզված եմ, որ այսօրվա եկամուտներով Հայաստանի քաղաքացին, Երևանի բնակիչը չի կարող վճարել 100 դրամից ավել տրանսպորտային ուղևորափոխադրավարձ։ Բայց այլ խնդիր է, որ այստեղ փակ շղթա է ստացվում։ Այսօր ուղևորափոխադրողի վրա իրոք թանկ է նստում։ Ինչ պետք է անել։ Սա այս հանգամանքը, այս բարձրացված խնդիրը, որ հանրային լայն շրջանակներում պետք է հանդիսանա ազդակ, որ այն կազմակերպությունները խոշորանան, այն ՍՊԸ-ն կամ անհաձեռնեցը կամ ՓԲԸ-ն, որ մի կամ երկու գիծ է սպասարկում, դա պետք է խոշորանան, դառնան մեծ կազմակերպություններ, սպասարկեն 10, 15, 20 գիծ ամեն մի կազմակերպություն, որպեսզի նրանց ձեռ տա այն ժամանակ, երբ որ նրանք կանեն դա եւ կդիմեն թանկացնելու, մենք կմտածենք 120 դրամ կվճարենք։ Ես քաղաքացիներին ինքս կդիմեմ 120 դրամ վճարելու։ Շատ բարի պարոն Գասպարյան, շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ անկեղծ եք։ Ի վերջո ինչ կորոշի հանձնաժողովը, որքանով դա կգոհացնի քաղաքացիական հասարակությանը, ցույց կտա ժամանակը։ Բայց կարծում եմ, որ վատ չէր լինի, որ որևէ բան թանկացնելու համար հանձնաժողով կազմելուն զուգահեռ մի այլ հանձնաժողով էլ ստեղծվեր, որը կքննարկեր մարդկանց եկամուտները թանկացումներին համաչափ բարձրացնելու խնդիրը։ Բայց ավոք առայժմ կարծես թե քննարկվում է միայն պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու հարց, այն էլ 100-ից 200%-ով։ Սա ճանապարհ հաղորդաշարներ, միացեք մեր քննարկումներին յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 առայժմ։